Մենք ընդհանրապես վերահսկողության պակաս չունենք։ Որը վերահսկողություն արդեն հերիք է, մեզ կա, նորմալ է, կատարվում է, մեզ վերահսկում են բնապահպանական պետական տեսչությունը, վերահսկում են անտարային պետական մոնիտորինգը, վերահսկում ենք նաև մենք մեր աշխատակիցներին բավ է, հերիք է, դրա կարիք այլևս ես չեմ զգում։ Հասարակական կազմակերպության դերը ինձ թվում է եւ որին ես համոզված եմ, դա հենց մեզ օգնելու խնդիրն է, հասարակությանը օգնելու խնդիրն է, որ այս լուրջ խնդիրները, որոնք ունենք, մեղմացնենք, հասկանում եք, մեղմացնել է պետք։ Եթե այսօր մենք ասեցի դնում ենք ու անտառը կողպեկով փակում ենք, դուք պատկերացնում եք ինչ կկատարվի։ Այն բազմաթիվ ընտանիքներ, որոնք ապրում են անտառամերձ սահմաններում, այն ընտանիքները, որոնք մենք ուզում ենք, որ այնտեղ մնան, չդատարկվի այդ գյուղերը, ուղղակի 1 րոպեում 1 գիշերվա մեջ կդատարկվի։ Եթե սա է մեր ուզածը, եկեք անենք, մենք դա էլ կարող ենք անել։ Թող ոչ մեկ չկասկածի, որ դա էլ կարող ենք անել։ Բայց այնտեղ ապրողը մեր ժողովուրդն է, չէ՞, մեր բարեկամն է, մեր հայն է, որ պետք է մնա։ Այսօր էլ եք պայքարում, ասում ենք, թող արտագաղթ չլինի։ Ինչ է, մենք խթանենք արտագաղթը դրանով։ Ստիպված Հայանտառ պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Կապանանտառ ստիպված կոմպրոմիսի են գնում, մի ձև լուծում ենք այդ մարդկանց խնդիրը, վառելափայտի խնդիրը։ Ապահովագրում ենք նաև ապօրինի հատումները։ Ես ասեմ, ապօրինի հատումները շատ պակասել են, շատ։ Մենք հատատեղերում առաջացած այդ թափուկները, թափոնները, որոնք, ասենք, տրամադրում են ժողովրդին անվճար, որպեսզի այդ սոցիալական այդ բանը մեղմվի։ Ինչով է պայմանավորված պետականորեն սահմանված այդ 8 խորանարդ մետրը։ Ինչու՞ չի դա 12 խորանարդ մետր կամ 15 խորանարդ մետր, չէ՞ որ 8 խորանարդ մետրը բավարար չի, ուզած գյուղացին գնալու է ապօրինի հատման։ Ես հիմա չեմ կարող դա ձեզ հստակ պատասխանել, թե ինչից ելնելով է սահմանվել 8 խորանարդ մետր։ Ինձ թվում է այնտեղ հաշվի առել նաև արկայությունը թափուկի անտառում այդքան էլ շատ չի, ինքը սահմանափակ է, նենց չի որ թափուկը նա էլ սահմանափակ է, նաև հաշվի առնել, որ երևի մի ընտանիքը օգտագործում է, ասենք, 15 խորանարդ մետր, այդպես կարծեմ, տենց մի հաշվարկ կա։ Մարդիկ մտածել են 8-ը անվճար տանք, այն 8-ի համար թող իրանք վճարեն, կլինի կեսգին, տենց են պատկերացնում։ Ի պատիվ նաև Հայանտառ պողակի ձեզ ասեմ, որ 1-2 անգամ նամակ են գրել, որ խնդրում ենք մի քիչ գները մեղմել, որովհետև ժողովուրդը այդքան էլ վճարնող չի, մարդիկ մեղմել են, իջացրել են գինը, ժողովրդի մեծ մասը կարողացել է օգտվել էժան գներով։ Հույս ունեմ, որ եկող տարի էլ այդ պրակտիկան կիրառվի եւ կստանանք արդյունք։ Սանիտարական հատումներ ինչ պարբերականությամբ են իրականացվում։ Ուրեմն ես ձեզ ասեմ, որ 2007 թվականից կատարվել է անտառշինարարություն, այսինքն գծվել է անտառի միջոցառումների պլան, որտեղ հստակ նշում է, որ հատվածներում, որ քառակուսիներում պետք է կատարվի հատման այս կամ այն տեսակը։ Այդ թվում նաև սանիտարական հատումները։ Սանիտարական հատումները մենք այնտեղ ունենք։ Գումարած դրան, մենք եթե որևէ մի անտառի հատված վարակվում է, ասենք վնասատուներով, անհրաժեշտ է լինում կատարել հատում սանիտարական, որպեսզի հիվանդություն չտարածվի, մենք անտառատեսության մասնագետներով լինում ենք տեղում, հատկացնում ենք հատատեղ, դիմում ենք վերադաս Հայանտառ պողակի մասնագետներին, խնդրում ենք գալ, մասնագիտական եզրակացություն տալ, նոր դնում ենք հատման։ Այսպեսի խնդիր կա։ Ու ոչ ոք թող տես բան ներկայացնում են ինչքան սանիտարական, այո, սանիտարական հատում անտառը շնչող ապրող օրգանիզմ է եւ սանիտարական հատումների կարիք միշտ լինում է։ Նենց չի որ չկա, կա, այո։ Ես նկատի ունեի, որ այդ սանիտարական հատումները նրանք նպաստում են անտառի ավելի առողջ վերարտադրողականությանը։ Սանիտարական հատումները որպես այդպիսին, երբ որ իրականացվում են, ծառայում են այդ նպատակին, թե հատումների արդյունքում անտառը մացառուտի է վերածվում եւ բնափայտը որպես այդպիսին առողջ չի լինում։ Չէ, ուրեմն ձեզ ասեմ, սանիտարական հատումը ինքնանպատակ բան չի դա, որ ասենք այսօր անուն դնենք սանիտարական ու հատենք, չկա տենց բան, 2 հանձնաժողով գալիս է ստուգում է։ Եթե նա չհամապատասխանի իր առաքելությունը կատարելու, չեն թույլատրի։ Սանիտարական հատման միջոցով մենք առողջացնում ենք, հասկանում եք, հիշում եք երևի մի տարի այն ոսկե տուտը, որ լրիվ տերևները կերավ։ Ծառերը ինքը իր բները տեղակայվում են ծառերի վրա։ Եթե մենք այդ ծառերը չհեռացնենք, տարածումը կգտնի, մի պահ կգա ամբողջ անտառի հերը կանեցվի, սենց ասեն։ Ստիպված կլինենք սանիտարական հատում դնել մասսայական ամբողջ անտառում։ Իսկ մի հատված հեռացնում ենք, բները այրում ենք,
Կարողանում ենք դա եւս պայքարի միջոց է վնասատների դեմ, հասկանում եք։ Եթե կարելի է մեկնաբանեք այս հարցի պատասխանը տվեք, հատատեղերը ինչու են ինքնահատման տրվում, որ գործոններն են նպաստում դրան։ Եթե մենք հատատեղերը չդնենք ինքնահատման, մենք ստիպված պետք է լինենք մենք իր տեխնիկա չունենք առաջին, չունենք անհրաժեշտ թե բեռնատարը, թե տրակտորը, երկրորդ, որ ավելի կարևոր է։ Եթե շեշտել եմ մի քանի անգամ իմ հարցազրույցներում, եթե մենք իրականացնենք այդ հատումը, ուրեմն 1 խորանարդ արժեքը մեր ներքևի պահեստում սահմանված է 20800 դրամ։ Որևէ մեկ հատ կապանցի, մեկ հոգի կապանցի այդ գնով փայտանը մեզից չի առնել, դուք բոլորդ լավ գիտեք։ Մենք տալիս ենք, ուրեմն անհատներին ենք տալիս եւ համապակ պատասխանությամբ ընկերություններին ու իրավաբանական անձանց, որոնք իրականացնում են այդ հայտումները եւ մեղմել են ահագին։ Խորանարդը 13-14 հազարով է վաճառվում, իրանք կազմակերպում են, իրանք վաճառում են, դե լավ է, գոնե որ այդպես կա, թե չէ 20800 չեմ կարծում որ մեկը կառներ։ Հայարփի Աղաջանյան, Դավիթ Եսայան, Սյունիք Օնլայն։